Ամանորյա տոների կապակցությամբ Կերամա Մարացին նվիրում է մեծ խնայողություն։ Դեկտեմբերի 10-ից հունվարի 15-ը հայտարարում է 25% զեղչ կերամիկական սալիկների և դեկորատիվ էլեմենտների ամբողջ տեսականու համար։ Այո, աշխարհահռչակ Մարացի ողջ տեսականին 25% մատչելի։ Սա է մեր նվերը ձեզ ամանորյա տոների կապակցությամբ։ Կերամա Մարացի, շնորհավոր ամանոր և սուրբ ծնունդ։ Ընդմիջում է, ինչ եք ուտելու։ Ես խորոված եմ ուզում։ Ես այնքան սոված եմ, որ մի ամբողջ հավի գրիլ կուտեի։ Ես գրիլ իշխան կուտեի։ Հավիդոշ գրիլի մեջ։ Ես խորովածով բրդուճ։ Գրիլ Էքսպրեսը հնարավորություն է ընձեռում նաև պատվիրել գրիլներ արտերկրից Հայաստան։ Դուք աշխատեք, իսկ մենք կրակենք համեղ ընդմիջում ձեզ համար։ Ինչ հոտագալի վրից հոտ։ Անուշիկ ձև չկա իվրից վատ հոտ գայի է։ Դուխուս հոտը դուրը տեկավ։ Այդ ոտից գլուխ, հզնից հոտ կաշեք էլի։ Աշկիս սրանք անուշիկի հետ պայմավորվել են։ Հիմա որ իմ ասասներով արած լնեիր, շուտվանից Գաբրիելան արդեն ձեր տանն էր։ Դու ինչ ասել ես, ես արել եմ, բայց մեջը բան չկա։ Ապա ասենք իմ կարծիքով գիտես խոսքի քո մեջ իմ նենիով ինչն է նիխված կանում։ Ինչ է։ Տղամարդկությունը, կոպտությունը, Չորությունը, բռիությունը։ խի բռիություն ապե։ Ինչ եք սաղատ կպե բռիությանը ես չեմ ասկրեմ, թող կուլտուրական լինի։ Լավ։ Էս էլ աղջիկներն են։ Դու էլ դուրը բաց ու քո չորությունը ցույց տու, դավայ։ Դրսևորի քեզ, գնա։ Հա, բայց այդ ոնց։ Ապա հետը կոպի տեղի, տեսիրամ ոնց է դզելու։ Մենք եկանք։ Ոնց է ծնվո։ Լավ, դու։ Լավ, բա ինչ ես տենց սառը։ Հիմա աշխատանքի վայրում չենք, նենց որ կարաս հետս ազատ շփվես։ Ես քեզ համով բան եմ բերել։ Ինչ։ Չուչխել։ Չուչել։ Ապրես։ Բա ինչ անենք, որ չուչխել ես բերել։ Ինչ էլ գիտեիր, որ չուչխել շատ եմ սիրում։ Բայց դու կեր է, համով է։ Ու էլ սենց բաներ չանես, Գաբրիելա։ Ես ելնի առաջի ու վերջի անգամը։ Հասկացա՞ր։ Բա հետո երեխեք ջան։ Այս ինչի չեք խոսում։ Որովհետև
Բա մի քիչ անսովոր է քեզ այս վիճակի մեջ տենալ էլի։ Պետք է գորած դες որ կարողանանք էլի շփվենք։ Երեխեք ջան, ես գործից հետո շատ ընկերական եմ։ Հաստատ։ Ինչի՞ չի երևում։ Հենց ասել է դե որ տենց աշխատավարձս բարձացրա։ Չէ։ Դե որ տենց է, արի պարենք։ Արի։ Ես ում եմ բարելու։ Որ ասեմ իմ կհավատաս ապավ է։ Արա աղջիկը, բարի հարավիրում, հել բարի։ Հա? Ես իրան տանեմ իմ ռեստորանում տնօրեն աշխատի, ինքը դնի աշխատողների հետ սելֆի անի արա։ Բա հələ սվեցիկ ապեր։ Սվեցիկը ինչ։ Լավն է, չէ։ Արա ինյա գնա, հա։ Կպաս չպլեյնա նայեմ արա։ Արա սվեցիկը պրոբլեմի առաջի մասն է։ Պրոբլեմի երկրորդ մասը ու ամենակարևոր, այդ սելֆին արա, հենց իրան դրել է բարի տնօրենի տեղ էլի։ Հա, հենց տենց էլ գրել էին աշխատողները այս նկարի տակ։ Աշխարհի ամենաբարի տնօրենը։ Թայերը։ Աշկի սաղ գործերը էտի անում արա ռեստորանում։ Երևի սաղ աշխատողներին ասում է դու գնացեք քնեք, ինքը ելնում սկսում է մատուցել, հետո աման չաման է լվանում, հաց մաց է սարքում։ Նարեկից սպասելու է ապեր։ Պետք է ստուգվի այ եղբենյակ, տես չի լի, թե չես գեղատեսիլ օբյեկտս լրի վարի կտարա։ Համը խոջա։ Հեմբո ինչ ես անում։ Գործ։ Ուրեմն այդ գործը թողում ես։ Ինչ կա չկա գցում ես ձեռից հետ ու շուտ գալիս ես Մերյան, եղավ։ Եղավ ապեր։ Բայց դե ոչ մեկ չիմանա որ Մերյան ես գալի, արա։ Հարց չկա, ցավոտ տանեմ։ Ոչինչ, որ ստեղ աղջիկ կա։ Ոչինչ։ Ասում եմ ոչինչ։ Դե բա օքո հետ չեմ հակառակվելու, ասեմ ոչինչ չի։ Դու հարգանք ունես։ Հարգանք ունեմ, ուղղակի շտապում եմ։ Չհասկացա, դու ես գնում որ մի հատ էլ ուշանում ես։ Այդի չեմ կարող ասել։ Չհասկացա։ Դե ինձ ասել են, որ չասեմ։ Ով է ասել։ Սվետիկ ջան, դու որ ընկեր ունենաս, հանկարծ իրա մոտ չջղայնանաս, որտեվ քեզ չի սազում էլի, տենց ոնց որ գեշանում ես մի քիչ։ Հմբո, եթե գնացիր, կարաս էլ չգաս։ Ես որ գապշել եմ չսիրեի, չէ, ոյ քեզ մի օր տնից կպաճեի, այնպես երկար կպաճեի, որ միանգամից իմ հանդեպ կփոխվեիր։ Չես դուրս տալիս։ Հազար ներողություն։ Հա, բայց ինչի համար ես ասում կներեք։ Հա, բայց ուրիշ ինչ ասեմ։ Ես մեղավոր եմ, որ հմբոն իրան աղջկա մոտ պահելու ձև չգիտի։ Արա հմբո, ես աղջկա մոտ խիպ քեզ պահելու ձև չգիտես։ Հայ ցավոտ տանեմ, ես ենթակա մարդ եմ, ինձ ասել են գնամ, գնում եմ։ Դե ուրեմն կարաս գնաս, ու էլ ընդհանրապես հետ չգաս։
ես այս աղջկան հերվերը ուտում, արա։ Ուր ես գնում։ Բայց ես չեմ կարող ասեմ էլի ապեր։ Էլ այդ աննորմալության քրիտիկական օրերից սկսվեց։ Ախպեր ինչ հետարքիր բանա, չէ։ Այս տարի ոնց որ առևտուրը կանգնած լինի։ Անցյալ տարի էս վաղտ տոննաներով երշիկ էինք ծախում, հիշում եք։ Հա, բայց պարոն Արեշատյան ջան, մի մոռացեք, որ ժողովրդի ձեռը փող չկա է։ Ոչ։ Մարդկան ձեռը լավ էլ փող կա։ Ուղղակի մարդիկ գերադասում են այդ նոր տարին ռեստորաններում նշեն։ Քաղաքից դուրս գան, ուրիշ երկրներում նշեն, այ պատճառը դա է, որ չի ծախվում։ Հա, բայց բաց հետը լախը շատ է թանկացրեց այդ երշիկ եղենը։ Մոտ քառակի անգամ, հա։ Դրա համար էլ մարդիկ չեն առնում։ Չհասկացա։ Բա ոնց են մարդիկ այդքան փող ծախսում, ռեստորաններում են նշում, հա։ Նշանակված ձեռներին փող կա, չէ։ Թող իմանամ, որ երշիկներ այդքան էժան ապրանք չի։ Հետո ի վերջո, ախպեր, մենք էլ ենք նոր տարի ուզում անենք, չէ։ Մենք էլ մարդ ենք, չէ։ Կարելի է։ Դո բա ոնց չի կարելի, այ սրբուի ջան։ Դո կարելի ասել իմ թաքուի ջան։ Ես վաղվանից կարամել չգամ, չէ, պարոն Արեշատյան։ Հաց հավը տանեմ։ Ուղղակի ես այսօր ինձ համար մի հատ խոհարարուի ճարեմ։ Ու դու վաղվանից քեզ ազատ կզգաս։ Շնորհակալ եմ։ Դու ես եմ շնորհակալ, այ սրբուի ջան։ Լավ, ես գնամ ձեզ չխանգարեմ։ Այ աղջիկ ջան, դու ինձ չես խանգարել եւ ընդհանրապես չես խանգարում։ Պարոն Արեշատյան, սրբույն էլ չի աշխատելու։ Չէ։ Իհարկե շատ ափսոս, բայց ինչ արած։ Արա, այս սրբույն այսօր այնքան փող ունի, որ իմ մոտ աշխատի ինչ անի։ Չտեսաք հետը ոնց էի խոսում։ Բա, արդեն ոնց որ ասած մերոնցական ա դարել, էլի։ Ինչ փող։ Արա, ուրեմն սրա պապը մեռնելուց առաջ ժառանգություն ա թողում սրան շվեյցարական բանկում։ Կյանքը հասկանում եք, չէ՞, ոնց ասած բանանում, արա։ Բա իսկ ես առավոտից իրիկուն արդարություն եմ տարածում, ոչ ոք ինձ ոչ մի կոպեկ չի տալիս։ Իսկ սրբուին մեռավ ինձ թալանելով ախպեր հարստանում ա։ Բա սա թալարա։ Արի չպլի ջան, նստի։ Համբարձու։ Դու ուստեղ ինչ ես անում։ Հապեր դե պարապեի ասի գամ տղեկին տենամ էլի։ Ո՞ս պարապեի։ Էդ ի՞նչ պատասխան ես տալի։ Հա բա ինչ ասեմ, գործ չկար, ես էլ եկա ոնց որ։ Արա բա ես գիտեմ քո ազատուրն է իսուրերը։ Հելի եկել ես արա, հել գնա գործի այ հմբուջեն։ Հապեր մի հատ հեսա կոֆե ֆրտեցնենք գնամ։ Գնալստի մեքենան հեսա գալիս եմ հմբո։ Հարց չկա ապեր։ Հաջողություն ախպերներ ջան։ Հաջողություն։ Հաջող ապեր։ Բա ինչ կապեր ու կանչել եք։ Դու հեշտ տղանյակներով ուզում ենք գնանք, ինչ էր անունը։ Իտալական պրոշուտո ուտենք, ասինք դու էլ գաս հետներս էլի։ Բա ռեստորանում հույսին թողեմ։ Արա էդել ես ճիշտ ասում են։ Հադե հեռախոսով ասեր էլի։ Դրա համար անիմաստ եկա հասաստ է։ Ինչի անիմաստ արա, եկար աշխատողիդ կթար։ Գնալու է ռեստորանում 2 ժամ հմբում անգայր։ Լավ չէր։ Լավ ապեր, արի այսքանով սահմանափակվենք էլի։ Սաղ գործերս թողած ես քո ռեստորանն եմ աշխատացնում։ Ամեն պայմանավորվել ենք, չէ՞, որ ես մի ամսով պիտի քո մոտ աշխատեի։ Արա մի ամսում դու հազիվ աշխատողների անունները սորվար։ Էդ էլ էր ինձ հերիք։ Իսկ ինձ հերիք չէր։ Լավ չեք ուզում իտալական պրոշուտո ուտենք, կգնանք մեր օբյեկտ խորովաս կուտենք։ Այ
I'm falling in love tonight. Սոված ես։ Աբան չեմ Սրբուի ջան։ Ուղղակի մենակ քո հետ եմ ուզում հաց ուտեմ ու ստեղ չէ ռեստորանը։ Բա գործս։ Այսօր վերջին օրն է որ ստեղ աշխատում եմ։ Թող նորմալ աշխատեմ։ Սրբուի ջան, ուղղակի գիտես ինչն է հետաքրքիր, որ մեկի հետ երկար ժամանակ ապրում ես ու աչքերդ բացվում է հասկանում ես, որ այդ մարդը սովորական մեկը չի։ Մկո, ես ուրախ եմ որ գտել ես քո երկրորդ կեսին, թող հանգիստ գործեմ։ Բայց ախր այդ մեկը դու ես Սրբուի ջան։ Ես շուտվանց էի ուզում քեզ դրա մասին ասել, ուղղակի ռիսկ չէի անում, էլի մի տեսակ։ Բա հիմա ո՞նց ռիսկ արեցիր։ Դե էլի սերը ինձ դրթեց էլի։ Անցի գործիտ է։ Բայց ես լուրջ եմ ասում Սրբուի ջան։ Ես էլ։ Հիմա դու գնա փոխի էլի։ Շեփլի ջան, ասա խորովեց մորովեց դնի։ Սրացիկ ինչ աղա։ Աշխատողները չկան։ Չհասկացա, բա ուր են։ Չգիտեմ, ոչ մեկ չկա, ոչ մատուցողները, ոչ մատուցողուհիները, խոհարարները, առաքիչները, ոչ մեկ չկա։ Չհասկացա։ Ես ստեղ եմ։ Դու հեչ։ Անտոն ուր են աշխատողները։ Նարեկ ջան, ես հոստեղի տնօրենը չեմ, որ իմանում։ Ոչ մեկին չես տեսե։ Չէ որ մարդ չկա, ոնց տենամ։ Դե գնալուց ոչ մեկին չես տեսե։ Դե գնալուց տեսել եմ, բայց դե ինձ ով է բանի տեղ դնում որ։ Լավ, սենց ենք անում։ Անտոն դու կարում ես խորոված անես։ Հա ոչ չեմ կարում։ Դու խորոված ես անում, սովեցիկ դու էլ գնա լվացի, որ մխոյենց սպասարկես։ Ոնց մխոն ստեղա։ Հա, բա ինչ է, լվացի որ հմբոյից սպասարկես, բայց թող մխոն սրա մասին չիմանա, էլի։ Հավես չկա։ Ես էլ գնամ այդ զանգեմ տնամ ուր են։ Ջերմ եւ հաճելի միջավայր, համեղ եւ բազմազան ուտեստներ, բարձրակարգ սպասարկում, մատչելի գներ, Գուսան ռեստորանային համալիր։ Ես այս ծաղիկը սիրով նվիրում եմ քեզ եւ ասում ներողություն։ Մերսի։ Բայց ինչի՞ ես ասում ներողություն որ։ Որ այսքան ժամանակ ծաղիկներ չեմ նվիրել։ Ոչինչ, լավ է ուշ, քան երբեք։ Ճիշտ ես ասում։ Լավ է ուշ ասեմ, որ դու իմ դուրը գալիս ես, քան երբեք Սրբուի ջան։ Հա։ Իհարկե Սրբուի, ես միշտ էլ իմ մեջ զգացել եմ դա։ Հա, Սրբուի ջան։ Սրբուի։ Ինչ եղավ Սրբուի։ Բայց ինչ ես այսքան ուշ ասում, մի շաբաթից գնում եմ Շվեյցարիա։ Շատ լավ է, ես էլ կգամ Շվեյցարիա քո հետ։ Չէ, դու չես կարող գաս, մենք ամուսնացած չենք։ Էդ էլ կլինի Սրբուի ջան։ Ախր դու չես պատկերացնում, թե ես քեզ ինչքան շատ եմ սիրում։ Այ հիմա որ գնանք միասին զաքսավորվենք, հետո գնանք Շվեյցարիա կտեսնես։ Ես մարդ չկա, հա, որ դու ես սպասարկում, Սվետյուխա ջան։ Չէ, իհարկե կա։ Ուղղակի ես եմ ուզում ձեզ սպասարկեմ։ Հա, որ։ Բայց ոնց նայում եմ, ոնց որ աշխատող չկա, այս բերերի, բա։ Չէ, ընդմիջում չի, ուղղակի ոստեղ այցելու չկա, հիմա երևի բերվում են։ Հա։ Հա։
հարցնում էր աշխատողները ուր են։ Ոչ մեկ չի պատասխանում։ Բագը ինչ ասի։ Ասացի երևի վերևի հարկում են։ Բա ինչ ասեի։ Այնքան են իրանց չափեր անցել, որ իրանց համար ամեն ինչ մեկ է։ Այսօր հմբոյին ասում եմ ուր ես գնում, ասում եմ չեմ կարող, ասեմ ու գնում է։ Բարոս ընդհանրապես ինչ չի լսում։ Տեսնում ես, որ ընկերական լինելն էլ է սխալ։ Ուր են աշխատողները չպլե։ Աշխատողներս։ Տարբեր տեղեր։ Այսինքն ամեն մեկի է գործով։ Արա դու կարող ես ուզում ես գյուզելական գեղեցկությունս ավիրես։ Գալի Մերյանը աշխատանքային ժամին հմբոյին տենը մեզ չես ջղայնանում։ Աշխատողները ոնց ուզում նենց անում են, չես ջղայնանում։ Ինչ արածը տարա։ Կարողա չի կարում։ Շելրջով կարողա չես կարում ապր։ Հա։ Հələ մի ջղայնացի չպլի։ Չէ ախվենյական մի հատ գոր էլի։ Մի հատ ասա այ, կամ ասա ախ։ Մոխո ես գորալով իմ աշխատողների հետ չեմ շփվում։ Այ դրա համար է նստել իմ գլխին։ Այ դրա համար է ոնց ուզում անում են։ Բարի տնորեն են էլ Հայաստանում ով է տեսյալը։ Սկի տենց հաստ վիզե չունես, որ ասեմ նստեցնես վզից սաղի։ Բրծար։ Չէ։ Ամի իրանցով ես սպասարկելու, է։ Դու թե սվեցիկը։ Կամ իրանց։ Դու չէ։ Երևի վերջում է տանելու ես աման չավանը լվանաս, սեղտասավորես հենես գնաս տուն։ Ես էիր ուզում, բարի տնորեն։ Բարև ձեզ։ Ով ձեզ ասեց այդքան շուտ գաք։ Դե որ տեսանք այցելուներ եկան, դրա համար մենք էլ եկանք։ Բայց ես չէի ասեմ, մինչև կուրսի չպահեմ դուրս չգաք։ Հա, անացի։ Բա այցելուները։ Այցելուներն են կարևոր, թե իմ ասածը ես չեմ ջոգում։ Այ որ ես աշխատավարձներից էդ պահում կարվի, նոր կհիշեք իմ ասածները։ Ապեր, վրեջ,
Վրեժ։ Ապեր։ Ինչ է, որ սովոր չես։ Մակո։ Ուզում եմ գործս դուրս կամ ապեր։ Ինչի։ Ավելի լավ գործս չարը։ Չէ, ապեր, ուղղակի օգնել եմ։ Հոսախ կյանքը շոֆեր չեմ աշխատելու։ Հա, բայց ինչի՞ դες մի անգամից այ ապեր։ Ապեր շուտվանից էի որոշել, ուղղակի հիմա ոնց որ ավելի շատ եմ էլի ուզում։ Դու այ ախպեր, մի րոպե մի հատ նստենք, հասկանանք դրանք ինչ է կատարվում հետդ։ Կարող ուղղակի հոգնել ես, ավելի լավ չի արձակուրդվի եկալուց։ Չէ, Մակո ջան, չէ։ Բայց դու ինչ հմայիչ աղջիկ ես, Սրբուի ջան։ Այսքան ժամանակ է դու ինձ հմայում ես, ու ես գլխի չեմ ընկնում։ Ասում ես բայ ես գնում Շվեյցարիա։ Մի շաբաթից։ Պապին մահացավ, հա։ Պապին մի ամիս առաջ էր մահացել։ Հետո կտակը բացել են ու տեսել են, որ ինձ մեծ կարողություն ա թողել։ Ափսոս։ Այտենց պապիները պիտի երկար ապրան, էլի։ Բայց ինչից մահացավ։ Մեծանալուց։ Արա դե տենց պապիները պիտի ընդհանրապես չմեծանան, էլի Սրբուի ջան։ Ես սա ձեզ պետք է շուտվանից ասեի, ուղղակի մի տեսակ չէր ստացվում, էլի ճիշտն ասած այդ շոֆերությունը իմը չէ, էլի պարոն Արևշացյան։ Սենց խեղդվում եմ, հոգուսով եմ ապրում։ Դուք ինչ ճիշտ կհասկանաք, դուք արվեստին մոտ կանգնած մարդ եք։ Իմ արվեստն է, պարոն Արևշացյան։ Հասկանում եմ։ Իհարկե հասկանում եմ, բա ոնց։ Պարոն Արևշացյան, եթե պետք է ես մի հատ ուրիշ մարդ գտնեմ իմ փոխարեն, մենակ ես գնամ, էլի։ Հասկանում եմ քեզ, Վրեժ ջան։ Դու իսկապես անձնվիրաբար ծառայել ես ինձ ապեր։ Գնա։ Գնա քո արվեստանոցը գտի ու արվեստով զբաղվի։ Գնա ապեր։ Իսկականից պարոն Արևշացյան։ Այ տղա, բա դու հո իմ ստրուկը չես։ Ուզում ես գնաս գնա։ Բայց շատ շնորհակալ եմ պարոն Արևշացյան ջան, ցավը տանել։ Ես էլ քեզնից եմ շնորհակալ, Վրեժ ջան։ Իմիջայլոց։ Գգաս վերջին ամսո աշխատավարձը կստանաս։ Սրբուի ջան, իսկ պապին ինչքան է քեզ թողել կամ ոնց են ասում կտակել էլի քո հայացողությանը։ $12 միլիոն։ 12 միլիոն դոլար։ Ես արդեն տեսնում եմ, թե մենք ինչ երջանիկ ենք լինելու, Սրբուի ջան։ Այս մատանին ինչ արեցի։ Կորցրել եմ երևի, գիտես, լավ, հետ այդքան էլ կապ չունի։ Սրբուի ջան, կլինես իմ կինը։ Ես։ Բայց ախր Սրբուի, ես գիտեմ դու ինչ ես ասելու։ Հիմա դու ասելու ես, որ արժանի չես դու ինձ, եւ այլ, եւ մյուս, բայց չէ, դու ինձ արժանի ես Սրբուի։ Դու արժանի ես երջանիկ լինելուն։ Ու միայն այս տղեն կար այդ ամեն ինչը կազմակերպի, հավատա։ ուղղակին էս անսպասելի եղավ։ Գիտեմ Սրբուի ջան, բայց հավատա, որ այդ անսպասելիությունն է, որ հետաքրքրացնում է կյանքը։ Հիմա դու իսկականից ինձ սիրում ես, թե փողերիս համար ես հետս ամուսնանում։ Իհարկե սիրում եմ Սրբուի ջան։ Հա, Վրեժ ջան։ Հասկացա, ապեր, ամեն ինչ նորմալ է։ Թողեց որ դուրս գաս։ Բա քանի լավ է տրամադրությունը գնամ ես է դուրս գամ ապեր։ Մկո, դու ես ուզում դուրս գաս որ ապեր։ Հա դե Վրեժ ջան, որ դու դուրս ես գալի մնալս թե ինչ իմաստ ունի այ ապեր։ Yes, I'm preparing for some Christmas sharing, but I pause because I can hear. Ari. Is that you, Santa Claus? Sure is dark out, ain't the slightest spark out on my clacking jaw. Who's
Who's there? Who is it? Stopping for a visit? Is that you, Santa Claus? Խոս այդ գա։ Պարոն Արևշացյան, մի բան եմ ուզում ասեմ, բայց չգիտեմ ոնց ասեմ ախր։ Այդ գա, մենակ չասես, որ դու ես ուզում դուրս գաս։ Հա, հենց էդ էլ ուզում եի ասի, պարոն Արևշացյան։ Այ այդ մեկը չեղավ ապեր։ Արա ունեմ, չունեմ, քու նման ախրանիկ ունեմ։ Ոնց թողեմ դուրս գաս, այդ գա։ Ախր պարոն Արևշացյան, ինձանից ինչ ախրանա։ Հələ մի հատ սալերս նայեք։ Ախր ես ոնց կարամ ձեզ պաշտպանեմ։ Խնդրում եմ ինձ հանեք էլի աշխատանքից։ Այնքան ուժեղ տղեկ կան, որ հաստատ կուզենան ձեր մոտ ախրանա լինեն։ Լավ ապեր։ Դու էլ կարաս դուրս գաս։ Հարց չկա։ Մանավանդ որ ինքդ խոստովանեցիր, որ բանի պետք ես։ Տեսի։ Շատ շնորհակալություն, պարոն Արևշացյան։ Հարց չկա։ Գնա։ Շնորհակալություն։ Kindly will you reply? Is that you, Santa Claus? Yes, hanging the stocking, I can hear a knocking. Is that you? Նա նոր մխան զանգեց։ Ասաց քեզ փոխանցեմ, որ դու այստեղ չես աշխատում։ Հնարավոր չի մխոն ինձ հանի։ Ոչ եթե դες բան անի, ես մենակ ուրախ կլինեմ։ Նոր զանգեց ասաց։ Այդ ինչ չի զանգում, որ քեզ է զանգում։ Չգիտեմ։ Երևի որ աշխատողները գնացել էին, դրա համար է տենց անում։ Դե ինքն ասա որ աշխատողները գնան։ Բայց ոչինչ, ընկերս, իրան կարելի է։ Ասա չփլի։ Դու հաստատ որոշել ես, որ ես էլ այստեղ չեմ աշխատելու։ Հա, հաստատ։ Ինձ բարի տնօրեն պետք չի։ Լավ, ապեր։ Մերսի։ Ինձիրուն աչքեր ունես։ Հեզաճկուն քիդ։ Ճալաղաչ թշեր։ Այն օր եմ հասկանում, որ դու իսկական իմ իդեալն ես։ Լսի գիտես ինչ եմ մտածում, ասում եմ Շվեյցարիայում ինչ տուն եմ սարքելու։ Ես էլ մտածում եի, թե այդքան փողը ում հետ եմ վայելելու։ Իսկականից ում հետ պետք է վայելես, եթե ոչ քո սիրած մարդու։ Ալո։ Այո։ Ասեք լսում եմ։ Ոնց թե։ Կտակը իմ անունով չի։ Ասում են կտակը իմ անունով չի։ Սարքել էիր։ Կատակ էի արել։ Ես ինչ են։ Աշխատողները խնդրում են, որ իրենց աշխատանքից ազատես։ Իրենց աշխատավարձներից պահում արինք դուրս չեկան, չփլեին գործից հանինք ուզում են դուրս գան, հա։ Հա, ոչ մեկ չի ուզում աշխատի։ Ինչի։ Որովհետև Նարեկին շատ են սիրում։ Եկա դեստիմումները։
Հարի մհատ թաթալուշ եմ։ Ինչի։ Որտե վաղուց չեմ թաթալուշ եմ։ Դու յապացուցեցիր, որ տնօրենին հարգելով ու սիրելով, աշխատողը ավելի արդյունավետ է աշխատում։ Գորալով չի, որ աշխատողը պիտի ենթարկվի տնօրենին։ Դու յապացուցեցիր, որ քու նման տնօրեն էլ կարալի, որի դեմքին ժպտալով հետևից չեն հայհոյի։ Դու քո բարությամբ ավելի շատ բանի ասար, քան ես իմ բռիությամբ ու անիմաստ չորությամբ։ Ապրես աշխարհի ամենաբարի տնօրեն ու ամենալավ ընկերնյակ։ Պարոն Արևշատյան, ճիշտ ասած ես փոշմանել եմ, ոչ մի տեղ չեմ ուզում գնամ աշխատեմ։ Ես ձեր մոտ եմ աշխատելու, ցավը տանեմ։ Չէ, Վրեժ ջան։ Всё, չի լինի։ Բայց խի պարոն Արևշատյան։ Դու այդ տղա։ Վաղը չեմի սորը ձեզ մի ավելի լավ առաջարկ կանեն, ու դուք առանց ով ասելու ինձ կթողեք գնաք։ Մի րոպե։ Ձեզ պահում եմ, որ ինչ անեմ։ Դուք շատ անվստահելի մարդիկ եք։ Այստեղից որ դուրս գաս, այն մկոյին էլ կասես, որ հանկարծ աչքից չերևա։ Դավայ։ Արա, բայց այս սրբույն ինչ կռիսն է ապը։ Շատ։ Արա, մենք իրան տենց սիրո խոստովանություն անենք, ու ինքը մեզ տենց օրը գցի, անգեր ջան։ Էլ մի ասա, անենց էլ սիրուն խոսքեր ասեցի մկո։ Արա, բա մարդ նոր տարվա բերան իր խելքից անգործ մնա, հա։ Սա բան կլինի։ Լավ է։ Մելո ջան, ապեր բա երբած էր ամսագիրը դուրս գալու։ Դե շատ իմանամ, այնքան բան կանելու։ Հովանավոր չունենք, կովաս պիտի ունենանք, որ փող ունենանք, կնանանք տվենք, մարդիկ եք իմանան թազաթեր թե կովաս չեն տա, ուփշն խառն է։ Ապեր դուք հովանավոր կունենաք։ Էդ ոնց։ Ես այսօրվանից կզբաղվեմ այդ հարցով։ Լսա տեսնում ինչ եմ այդ կորանց, հա։ Չեմ կարող ասեմ։ Ոնց որ ամսագիրը լույս տեսնելու, ժուրնալ էլի։ Այդ ամսագրի շապիկին էլ Վրանձիայի նկարն է լինելու։ Հիմա առաջի էջի վրա իրան նկարն է լինելու ու ինչ որ նյութ իրա մասին։ Արդեն աշխատեց։ $1000, սա զորիկը $1000 է տվել տվեն։ Ես $2000 եմ տալիս։ $2500 $3000 $4000 կտամ։ 4500 կտամ։ Այստեղ են ասել, քո բանջարը իմ հանճարին վնաս չէ, վնաս չէ։